I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. Ամենամուլտիպլիկացիոն եւ ամենակախարդական ողջույնները ձեզ իմ փոքրիկ տաղանդավոր նկարիչներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Արդեն 21 տարի է ինչ հնչեցնում եմ այս ողջույնը եթերում։ Ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիկնիկը։ Իհարկե ձեզ ողջունում են ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, ովքեր գտնվում են որտեղ։ Իմ ետևում այսպես։ Նրանք ձեզ ողջունում են, ողջուններ են հղում, ողջունում են ապաչիները, սիրելի փոքրիկներ, ձեր շատ սիրելի ապաչիները, մեր մշտական լավագույն բարեկամները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, աղի ձողիկներով, մաշմելոներով, նախաճաշիկներով հանդերձ։ Եթե հիշում եք, ես ձեր հայրիկների, պապիկների, տատիկների համար մեծ աղի ձողիկներ էի ցուցադրել, այս անգամ ցուցադրելու եմ նոր արտադրանք այսպիսի փոքրիկ աղի ձողիկներ, Քերի, ապա ցուցադրիր։ Սա էլ փոքրիկների համար է։ Ապա ապաչին նայեք, փոքրիկ աղի ձողիկ ապաչին, շատ հետաքրքիր է, արված, հետաքրքիր հերոս է։ Հա, չմոռանամ, դուք գիտեք, որ ապաչին մրցույթ է հայտարարում։ Այսօրվա հերոսին, որ քիչ հետո պետք է նկարենք, գեղեցիկ վերնագրով, նկարելու եք, 30 մրցանակ է լինելու այսպիսի հավաքածու ապաչի կողմից, այնտեղ ամեն ինչ կա։ Ապաչի, քաղցր ձողիկներ, թխվածքաբլիթներ, արևածաղկի սերմեր, կրեկերներ եւ այլն, ինչ գիտեք, մաշմելոներ, այսպիսի հավաքածու պարկ որպես մրցանակ 30 փոքրիկ կստանան նվերներ։ 30 փոքրիկ, այո, փոքրիկ նկարիչներ։ Եթե նկարեն այսօրվա մեր հերոսին, այս վերնագրով ստեղծեն պատմություն կամ հեքիաթ, ուղարկեն Քերի Մուլտիկնիկին։ Ողջույնները չեմ դադարեցրել Քերի։ Քերին ասում է, խոսում ես, բա ես չեմ ողջունելու։ Ժամապա Քերին է ձեզ ողջունում, ով այսօր շատ բարի է, մեզ եթերային երկար ժամանակ կտա, նկարենք մի նոր մուլտիպլիկացիոն կերպար։ Տեսեք, իմ փոքրիկ բարեկամներ, մինչև դուք ձեր սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը, սև կախարդական մատիտ պատրաստ պայեք, ասեմ ինչ վերնագրով հերոս ենք նկարելու, որ պետք է մասնակցի մեր մրցույթին։ Այսպես է վերնագիրը, գրեք, թղթիկի վերևի հատվածում գրում եք լուսանկարիչ Առնետը, ինքն էլ վարդագույն, բա, եկեք այսպես վերնագիրը գրենք, լուսանկարիչ վարդագույն Առնետը։ Թե ինչ պատմություն եք հորինելու, դա դուք գիտեք։ Անպայման կարող են մեծերը օգնել եւ նկարելուց, եւ պատմություն հորինելուց։ Ասենք մայրիկները ձեզ կարող են օգնել, հայրիկները, փոքրիկներ կան, որոնց կարող են օգնել տատիկներն ու պապիկները, կամ մեծ քույրիկը, եղբայրը։ Այսպես, մրցույթին մասնակցելու համար մեծերը կարող են նրանց օգնել, բայց անպայման դուք էլ աշխատեք։ Այնպես չանեք, որ միայն մեծերը նկարեն կամ պատմություն հորինեն, դուք օգնեք մեծերին։ Այսպես մեր Առնետին նկարելու համար ես վերցնում եմ սև կախարդական մատիտը, լուսանկարիչ Առնետին։ Ինչ ենք անելու։ Տեսեք, կետիկներով պատկերը կնկարեմ, հետո նոր զիգզագացև կդարձնենք, որպեսզի մեր Առնետը բարի Առնետը մի քիչ բրդոտ երևա մազիկներով։ Այսպիսի մի պատկեր ենք նկարում, ուշադրություն, հիմա ձախակողմի հատվածը կետիկներով կնկարեմ։ Աչակողմյա մասը հայելու նման կկրկնեմ։ Տեսակ, հիմա եթե ես այն զիգզագացել դարձնեմ, ընդգծելով իհարկե։ Դուք ռետինե ջնջոց ունեք, եթե ինչ-որ մի բան չի ստացում, կարող եք մաքրել, նկարել այնպես, ինչպես հարկն է։ Հիմա տեսեք։ Սա կլինի մեր նկարիչ Առնետի գլուխը իմ փոքրիկ բարեկամն է։ Հիմա կաժներն եմ նկարելու։ Այսպիսի մի պատկեր, ուշադրություն։ Կարող եք հայելու նման կրկնել ձախակողմյան հատվածում։ Ես մի քիչ թեք եմ նկարում, դրա համար կարող է մեծ ու փոքր լինել, բայց ոնց որ մեծ ու փոքր չեղավ, էլի։ Ինչպես միշտ Քերի, ինձ մոտ մեծ ու փոքր է ստացվում, որտեղ կողքից եմ նկարում։ Լավ, այսպես կուղենք, առանց ռետինե ջնջոցի։ Ստացվեց։
Այստեղից գծիկներ, ականջին խորություն կտանք։ Լավ է, եկեք քիթիկը, աչքերը, դունչիկը նկարենք, հետո մարմինը, լուսանկարչական ապարատը, տեսախցիկը, տեսնենք ինչ կստացվի։ Մեծ, շատ մեծ քիթիկ եմ նկարելու, այստեղ, կենտրոնական մասում, այսպիսի մեծ, այսպիսի պատկերով քիթիկ եմ նկարելու։ Տեսակ, հիմա դունչիկն եք նկարում, էլի կետիկներով եմ անելու, որպեսզի բրդոտ լինի։ 1, 2 Հիմա զիգզագաձև գծիկներով, այսպես դունչիկը կընդգծեմ։ Կետիկներ դունչիկի վրա 3։ Ատամները, 2 սրածայր ատամ եմ նկարելու, այսպես։ Մնում է աչքերը, նկարենք աչքերը, ուզում եմ կլորիկ նկարել։ Այսպիսի կլորիկ աչքեր եմ նկարում, 1, 2, կոպեր, 1, 2 և սևիկները, այս անգամ երևի թե ամբողջովին ձվաձև չանենք, դեպի ձախ լուսնաձև սևիկ կանենք, այսպես, 1, 2 և ունքերը, ունքերը, եթե հիշում եք, մենք հերոսների ունքերը ստորակետին նման էինք նկարում, բայց մեր առնետի ունքերը այսպիսի գծիկներով կանենք, շողերի նման, Հիմա այսպես բերանի խորոչը մի փոքր էստեղից կերևա Մարմինն ենք նկարելու, սիրելի փոքրիկ բարեկամներ, ուսերից այսպես կետիկներով կիջնեմ, ձեռքերը կծալեմ դեպի վերև, մատիկներ կտամ այստեղ, 1, 2, ծալված երրորդ մատիկ։ Հիմա կետիկներով ենք սկզբից նկարում, հետո զիգզագաձև կդարձնենք, այսպես ուրեմն։ Կզակը էլի կետիկներով կտանեմ, ձախ ձեռքը այստեղից կծալեմ, այստեղ էլ դեպի ներս, այստեղ էլ մատիկները կծալենք, վերջին մատիկը երևա ծալված։ Հիմա այս կետիկներով գծիկը, երևում է չէ քերի, շատ լավ է, զիգզագաձև գծիկներով այսպես կմիացնենք իրար, այսպես, կընդգծեմ մատիկները արդեն, այստեղ նույնպես, էլի, կետիկներով գծիկ, ձեզ մոտ սովորական մատիտից, ձեզ մոտ ավելի հեշտ կստացվի, թույլ երանգով պատկերը նկարում եք, հետո հաստ սև մատիտով ընդգծում եք, պայմանավորվեցինք, շատ լավ է, հիմա թաթիկները էլի, մատիկները ընդգծեցինք, շատ լավ է, եթե տեսախցիկ այստեղից նկարենք, ուղղանկյունի պատկեր, այստեղ ոսպնյակը, հա, քերի, այդպես է կոչվում, լուսանկարչի ապարատի, այսպես կլորիկ, այսպիսի մի պատկեր, այստեղ լուսարձակ, այստեղ էլ ինչ-որ բաներ, երևի թե սևով ամբողջությամբ ներկեմ, լուսանկարչական ապարատը, այն ներքևում շերտիկ կթողնեմ, թող սպիտակ գծիկ էլ լինի, տեսնենք ինչ կստացվի մեզ մոտ, և հիմա արդեն ոտքերը կարող ենք նկարել, այսպես նստած վիճակում եմ, բացված կտված, այսպես ոտքերը, թաթիկները 1, 2, 3, այսպես դեպի կողք բացված ոտքերը, 1, 2, բարագծիկով եմ անում, սիրելի փոքրիկներ, որ ձեզ էլ հարմար լինի նկարելը, այսպես, բա պոչիկը, պոչիկն էլ այս մասից կնկարենք, հա? Այսպես, հիմա էլի զիգզագաձև գծիկով կընդգծենք, դե թաթիկներ արդեն նկարեցինք, քերի քանի րոպե է մնացել մեզ, ներկելու ժամանակ տալիս է քերին մեզ, լավ է, ստվեր, դեպի ձեզնից ձախ, սևով կներկեմ, այստեղից կբաժանենք նկարը, եթե այսպես մազի թելիկներ նկարենք, ավելի լավ կերևա ձեր հերոսը,
Այստեղ նույնպես բեխիկները 1, 2, 3, 1, 2, 3։ Մեր լուսանկարիչ, այսպես ասած, Առնետը պատրաստ է։ Ասացինք մենք, մանուշակագույն ասացինք, վարդագույն Առնետ։ Լավ, ինչ ենք անելու, քերի ուրեմն, վերցնելու ենք մուգ եւ բաց վարդագույն մատիտները։ Ձախակողմի հատվածը, քանի որ լույսը աչակողմի հատվածից է, աչից է, մենք մուգ վարդագույն մատիտով կընդգծենք մեր հերոսին, ականջի խորքն էլ այսպես մուգ վարդագույնով կանենք, այստեղ էլ։ Հիմա ընդգծում եմ ձախակողմի հատվածը մուգ վարդագույն, կոպերն էլ այսպես կընդգծենք, քիթիկը, դունչիկը սպիտակ եմ թողնելու, ուղղակի մի փոքր կարելի է երանգավորել, որ ատամները սպիտակ մնան, հա, այսպես ուրեմն, սիրելի փոքրիկներ, ձախակողմի հատվածը ներկում եմ մուգ վարդագույն, և թաթիկները, և մարմինը, կզակը այսպես կարելի է ընդգծել, պոչիկը, այսպես ներքևի ու ձախակողմյա հատվածը, գնացինք փորիկն ենք անում արդեն, այստեղ էլի ձախակողմյան հատվածը ու ներքևի, ձախակողմյան ու ներքևի, գծիկներ, մուգ վարդագույն մատիտով, այսպես, 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 շատ լավ է, քիթիկը ինչ գույնով եմ ներկելու, սևով, չէ քերի, սևով, քերին ասում է, այո, սևով, բայց փայլիկ կթողնենք, մեր վարդագույն, Առնետի, ինքն էլ լուսանկարիչ Առնետի, հիմա բաց վարդագույն մատիտով արդեն ներկելու ենք սպիտակ թողված հատվածները, եթե սպիտակ մասեր էլ մնան, ավելի լավ, ուղղակի աչքերը պետք է եզրագծել, իմ լավ բարեկամներ, տեսակ, մի քիչ զարմացած է, թե ինչի վրա է զարմացել, հայտնի չէ, այսպես, թաթիկները սպիտակ կթողնենք, կանցնենք մարմնին, պոչիկը, էլի ոտքի թաթիկները, ծայրամասերը, այդպես սպիտակ ենք թողնելու, պատրաստ է, մոխրագույն մատիտով, այդպես խցիկի ոսպնյակը, դեղին մատիտով լուսարձակը, այսպես, կարելի է այստեղ մի քանի դեղին նախշեր անել, մի քիչ թող գունեղ երևա, ոտքի թաթիկներն էլ մի փոքր դեղինով այսպես կերանգավորենք, ձեռքի թաթիկները, կանաչ մատիտը մեզ օգնության է գալիս, գծիկից ներքև կանաչ եմ ներկում, համեն սպիտակ թղթիկից մեր լուսանկարիչ վարդագույն Առնետին, այսպես թղթիկից պոկելու ենք, տեսնես փոքրիկները մեծերի հետ միասին ինչ կհորինեն, այս վերնագրով, այս հերոսի համար, ինչ պատմություն, ինչ հեքիաթ, արդեն ես հեքիաթներ ստանում եմ, մեր նամակների սենյակում լիքը փոքրիկներ, հեքիաթներ են գրել և ուղարկել քերի մուլտիկնիկին, այսպես կանաչով ներկեցինք, վերևն էլ կապույտով կարող ենք ներկել, թղթիկից էլի պոկելու համար, էլի ընդգծում ենք, քեր ինչքան ժամանակ ունենք, դեռ, կարող ենք, այսպես ես ընդգծում եմ սիրելի փոքրիկներ, էլի սպիտակ թղթիկը ճնշելով կապույտ մատիտով, դուք սրա փոխարեն, դուք կարող եք նկարել այն բնությունը, որտեղ գտնվում է ձեր վարդագույն Առնետը, այսինքն լուսանկարիչ Առնետը, որի մասին հեքիաթ եք հորինելու, դեղին մատիտը վերցնում եմ աչքերն էլ, աչքերի տակ, այսպես դեղին եմ ներկում, այսպես, և վերջ, իմ փոքրիկ բարեկամներ, մեր հերոսը պատրաստ է, լուսանկարիչ վարդագույն Առնետը, այսպիսի վերնագրով հերոս նկարեցինք ձեզ հետ միասին, դե դուք ձեր մեծերի հետ միասին
հորինում եք պատմություն եւ ուղարկում քերի մուլտիկնիկին, եթե ցանկանում եք մասնակցել մրցույթին, ստանալ Ապաչի կողմից այսպիսի համեղ հավաքածու, որպես նվեր։ Եվ եթե շատ եք ցանկանում հայտնվել քերի մուլտիկնիկի արվեստանոցում։ Ձեր նամակները, նկարները, հորինված պատմություն, հեքիաթները քերին մուլտիկնիկին հասնելու համար հիշեցնում եմ մեր ամփոփող հասցեն։ Իսկ դու գիտես մեր հասցեն։ Չգիտի։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2 կենտրոն հեռուստաընկերություն մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, մեծեր, տատիկներ, պապիկներ, հայրիկներ, մայրիկներ, բացի նրանից, որ պետք է ձեր փոքրիկներին օգնեք նկարեն այս հերոսներին, նրանց հետ միասին հորինեք պատմություններ, հեքիաթներ եւ ուղարկեք քերի մուլտիկնիկին, հիշեցնեմ, որ պետք է անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Այնտեղ լիքը հաղորդումներ կան, լիքը վարպետանց դասեր։ Ժամանակն է հրաժեշտի։ Քերին իր հայտնի այսպիսի մնջախաղի վարժություն արեց։ Ժամապահ քերին մեր լուսանկարիչ վարդագույն Առնետը մուլտ աշխարհի ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները Ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, մարշմելոներով հանդերձ եւ քերի մուլտիկնիկը ձեզ հրաժեշտ են տալիս։ Կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Հաջորդ հաղորդմանը մի այնպիսի հերոս ենք նկարելու, շատ զարմանալի։ Իմիջիայլոց այդ հերոսն էլ մրցույթին մասնակցում է։ Իսկ հիմա Աստված ձեզ պահապան, այլ բույլը։ Bamba zippa, 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 bamba zippa.